կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանում կայացան ընտրությունները, եղան միջազգային արձագանքներ, Ռուսաստանը իր ուրույն արձագանքով հանդես եկավ, դրա մասին մենք շատ ենք խոսել, սակայն մենք չենք խոսել մի շատ կարևոր ասպեկտի մասին, անշուշտ մեր ընտրություններն իրենց արդյունքներով հստակորեն ունեն տնտեսական եւ միջազգային տնտեսական պրոյեկցիա։ Բացի դրանից հայտնի է, որ այս ընտրությունները տեղի ունեցան Ռուսաստանի կողմից ուղղակի բացառիկ աննախադեպ հիբրիդային ագրեսիայի այդ ասպատակության պայմաններում, որն էլ իր հերթին նաեւ համալրվեց առևտրային պատերազմով, ըստ էության դեպի Ռուսաստան գնացող մեր արտահանման վրա ապրանքային էմբարգո է դրված Ռուսաստանի կողմից, բացի դրանից էլ Ռուսաստանը շարունակում է մեզ սպառնալ գազի մատակարարումների հարցով, գազի գնի հարցով եւ ընդհանրապես գազ տալ չտալու հարցով, ել չեմ խոսում այն մասին, որ ռուսները փաստորեն դեռ չեն էլ որոշել իրենց այստեղի կլիենտները փողոցային ակցիա անելու են թե ոչ, պարլամենտ մտնելու են թե ոչ, սոված են թե քուններն է տանում եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց այնուամենայնիվ այս տնտեսական պրոյեկցիան բազային է ըստ էության Հայաստանի առաջիկա քաղաքականության համար, որովհետեւ տնտեսությունը ունի բազային նշանակություն ցանկացած պետության համար եւ ռուսները դա շատ լավ են հասկանում, նաեւ իրենց մաղումը մեզ հենց տնտեսական վնաս հասցնել եւ ընդհանրապես այդ հրապարակային վիճարկումները հիմնականում տնտեսական հարթության վրա են, որպեսզի ավելի համոզիչ թվան, փորձ ենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար։ Մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը։ Բարև եք եկել, պարոն Բարխուդարյան։ Շատ ուրախ եմ ձեզ նորից տեսնել։ Նմանապես երկար ընդմիջումից հետո իմ պատճառով։ Պարոն Բարխուդարյան, դուք մասնակցեցիք ընտրություններին եւ ուշիուշով վստահ եմ հետևում եք նաեւ լրահոսին դրա հետ կապված, սակայն նաեւ այս process-ին նայում եք ֆինանսիստի եւ տնտեսագետի այսպես պրիզմայով, դա արդեն մասնագիտական է, մինչեւ ընտրությունների օրը ըստ էության Հայաստանը եւ Միացյալ Նահանգները նախաստորագրեցին, երբ Ռուբիոն Երևանում էր, իսկ հետո on-line ռեժիմով էլ ստորագրեցին այդ պայմանագիրը, ընդ որում մի պայմանագիր, որը շահարկվում էր նաև այս քարոզարշավի ժամանակ, որ որոշ խելոքներ դա անվանում են սպառնալիք, եթե Ռուսաստանը, չգիտեմ, Չինաստանը, Պակիստանը փայատեր չլինեն դրա մեջ եւ այլն, Իրանը, եթե ոչ սպառնալիք է։ Բայց այնուամենայնիվ տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ, իսկ արդեն ընտրությունից հետո էլ Հայաստանի վարչապետը կառավարությունում խոսեց այն մասին, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի օր առաջ գետնի վրա սկսել շինարարությունը։ Պլյուս այս մենք տեսնում ենք Եվրոպան ուղղակի արտակարգ օպերատիվ միջոցներ է ձեռնարկում հայկական արտահանումը, որի զգալի մասը շուտ փչացող ապրանքատեսակներ են վերակողմնորոշելու դեպի եվրոպական շուկաներ։ Նույնը տեղի ունենում Ուկրաինայի ուղղությամբ, որը Եվրամիության անդամ չէ։
Բրիտանիայի եւ Կանադայի ուղղությամբ, որոնք եւս Եվրամիության անդամ չեն, բայց այս ամենը ոնց որ մեկ հունով է ընթանում, մի տրամաբանական մեկ հունով է ընթանում։ Խնդրեի ձեր գնահատականները, որ կետում ենք եւ ուր ենք գնում եւ ուր պետք է գնանք։ Նախընտրությունների հետ կապված ասել իմ տպավորությունը առաջի անգամ էր, որ ընտրատեղամասի մոտ հերթ էր գոյացել, մարդիկ հերթ էին բահում, ումից հետո դա շատ ինձ ուրախացրեց։ Միաժամանակ շատ մտահոգեց եւ տխրեցրեց այն փաստը, որ մոտ կես միլիոն մեր քաղաքացիներից ձայներ են տվել պրոռուսական ուժերին եւ ապավինում են Ռուսաստանին այս բոլոր զարգացումներից հետո։ Թե թյուրահավատությունն է մեր ազգին, որ միշտ այդպես ավանդաբար մեզ խանգարել է, թե ընտրակաշառքներն են դեռ խաղացել, չեմ կարող այդ հստակ ինչ-որ թվերով ասել, բայց ինձ համար շատ անսպասելի էր դա։ Երկրորդը, ինչ վերաբերում է տնտեսական մասին պայքարի, սա այս ընտրությունները նաև դրա արտացոլումն է։ Սա գլոբալ, գեոքաղաքական ընդհանուր առմամբ պայքար է, նոր ճանապարհներ է, միացնում է նույն Չինաստանը, Կենտրոնական Ասիան Եվրոպային, Արևմտյան Եվրոպային, հետո էլ Միացյալ Նահանգներին, Եվրոպան Իրանի հետ է կապում, չհատելով Ռուսաստանի տարածքը, եւ ապա այդ նույն ճանապարհով դեպի Հնդկաստան եւ այլ։ Սա իսկապես հսկայական խաչմերուկ է դառնում։ Արդյունքը որն է, երկրները միմյանց հետ պայմանավորվում են մեծ առևտրական հոսքերի, տրանսպորտային հոսքերի վրա, շրջանցելով Ռուսաստանին։ Ռուսաստանը որպես մեծ մրցակից դիտելով։ Ռուսական կողմը մտածում է, որ այս ինչպես եղավ, Կովկասը իր ազդեցության գոտին է, ոլորտն է, այս ով է համարձակվել այս երկրները մեր ազդեցության ոլորտից դուրս խանել, հատկապես Հայաստանի վրա են բարկացած, որովհետև միշտ Հայաստանի հաշվին իրենք ինչ-որ պայմանավորվածություններ են ունեցել Թուրքիայի հետ։ Եվ Թուրքիան լրիվ խաբել է իրենց եւ իրենք դատարկ կոտրած տաշտակի առաջ են կանգնել։ Բայց Հայաստանը դրանից հետո միշտ եկել է, իսկ հիմա համարձակվում է եւ դեմ կանգնել, ասել ես այդ շահեր ունեմ, ես էլ պետություն ունեմ, պետականություն ունեմ եւ այլ։ Որը ձեր շահերին ես դարձել է ավելի շատ մեղադրում եմ մեզ մեր ղեկավարությանը ամբողջ այս 100 տարվա ընթացքում նկատի ունեմ։ Որտեղ նորովի ենք նայում այսօրվա զարգացումները հաշվի առնելով 100 տարվա պատմությանը, երբ 21 թվին ամբողջ Հայաստանի տարածքի գրեթե կեսը տրվեց Թուրքիային եւ Ադրբեջանին մարտի 16-ի պայմանագրով Մոսկվայի եւ սկի նույնիսկ հայկական պատվիրակությանը չթողեցին, որ մտնի սենյակ, Լենինի աշխատասենյակ։ Ինչի մասն է խոսքը։ Այդ բոլորից հետո ես մեզ եմ մեղադրում, որ չպայքարեցին դրա դեմ, զինված պայքար չսկսվեց, չմիացան Վրաստանի հետ, որ ընդեղ էլ դեռ մեքշևիկներ իշխանության էին, որ կարողանանք միասին դիմակայել այդ ագրեսիային։ Հասկանում եք։ Դե հիմա նույն ձևով տարբերվում է, բայց գումարած գեոքաղաքական շահերի հակադրությունը, հնարավոր գծագրվող կոմպրոմիսները, օրինակ զարմանալի է դա, բայց թե Չինաստանը, թե Միացյալ Նահանգները եւ թե Եվրոպան ունեն այս տարածաշրջանում, այ կոնկրետ այս տրիպի ուղին նկատի ունեմ, այս միջանցքը նկատի ունեմ, ինչ որտեղ համահունչ շահեր։ Այո, Չինաստանն էլ թույլ կտրվի որոշ չափով արտահանում անել իր ապրանքների, այսպես ասած մետաքսի ուղով ժամանակի։ Եվ իսկ իրենց էլ արտահանել ապրանքները Չինաստան առանց օգտագործելով ծովային տրանսպորտը, որ ավելի դանդաղ է, մի խոսքով խնդիրներ ունի։ Հետո ճանապարհն ավելի թանկ է, ճանապարհն անվտանգ չէ, անընդհատ այդ բեռնաշրջանառությունը ապահովելով եւ մեծ տնտեսական էֆեկտներ ստանալով։ Իհարկե, այստեղ կա նաեւ քաղաքական բաղադրիչ ըստիս։ Իրենց ազդեցությունն են տարածում այս տարածաշրջանի վրա, շատ ավելի ակտիվ։ Եվ որը լավ է մեզ համար ոչ թե Թուրքիայի միջոցով, ինչպես սրանից մի 30 տարի կամ 40 տարի առաջ կարող էին մտածել, այլ հենց Եվրոպայի անմիջական մասնակցությամբ եւ Միացյալ Նահանգների անմիջական ներկայությամբ։ Սա իհարկե մեզ համար բավականին բարենպաստ իրավիճակ է ստեղծում։ Եվ այն աջակցությունը, որ մենք տեսանք այս էմբարգոներից հետո, արգելքներից հետո, դրա ապացույցն էր։ Մեկ օրում եղավ անդրադարձը, գումարներ հատկացվեցին, շուկաներ բացվեցին,
մի կողմից դա շատ դրական է, որտեղ շատ օգնում է մեր արտահանողներին, մեր բիզնեսներին դիվերսիֆիկացնելու իրենց աշխարհագրությունը արտահանման։ Ինչի մասին մենք բազմից անգամ ասում ենք, որ ժամանակն է դրա շուրջ մտածելու, միշտ չէ որ այսպես է լինելու, որովհետև այդ նույն վերին լարսում էլի դժվարություններ են եղել, էլի արգելքներ են եղել հայկական ապրանքների արտահանման հետ կապված։ Եվ դա այդ process-ը բավականին արագանում է։ Այս առումով բավականին դրական եմ տեսնում։ Սկզբում կարող են լինել անշուշտ դժվարություններ։ Շատ արագ մենք պետք է կարողանանք համապատասխանեցնել մեր ապրանքները եվրոպական ստանդարտներին, որտեղ որ չեն համապատասխանում։ Այս բոլորը կա, որտեղ սա առաջի լավ քայլն է, ճիշտ ալիքն է մեր աջակցության, բայց որպեսզի նա լինի հարատև, մշտապես զարգացող երկար, պետք է իհարկե այդ գործողությունները արվեն, այդ համապատասխանությունները ապահովեն։ Եվ շատ հուսով եմ, որ վիզայի ազատականացումը կլինի մի քանի ամսվա ընթացքում, բավականին արագ, մինչև տարեվերջ։ Նույնիսկ չեմ բացառում, որ մինչև տարեվերջ Հայաստանը դիմում տա Եվրոմիության անդամակցության։ Սա կարևոր քայլ է, եւ Ռուսաստանը ինքն է դրա մղում, արագացնում այդ գործընթացը։ Այլ ելք չթողնում։ Որտեղ տեսեք ինչ է, էմբարգո է։ Եթե ասում են, ինչպես մի քանի օր առաջ ասում էր Պուտինը, որ եթե դուք ընտրում եք Եվրոմիության շուկան, նրանց մաքսիմայությունը, ստերից պետք է դուրս գա։ Շատ ճիշտ է։ Երբ որ կընտրեն, այն ժամանակ դուրս կգան։ Ընդ եթե մաքսիմայությունից դուրս են գալիս, ընդամենը արտահանման մաքսատուրքն է դնում Ռուսաստանում, միակ երկիրն է, որ արտահանման մաքսատուրքն է, ոչ թե ներկրման, իր նավթամթերքների վրա։ Ներկրման մաքսատուրքերը արդեն ազատ առևտրի պայմանագրով են ամրացված։ Այո, եթե ապագայում դառնանք եվրոպական շուկայի մաս, իրենք կարող են մտցնել նաև այդ մաքսատուրքերը, բայց դա բոլորովին չի նշանակում, որ մեր արտահանումը դառնալու է 0 դեպի Ռուսաստան կամ ներկրումը Ռուսաստանից։ Բոլորովին։ Մի քիչ ավելի կթանկանա եւ այլն։ Մենք կստանանք ավելի շատ մաքսատուրքի դեպ, քան Ռուսաստանը Հայաստանի ապրանքների արտահանումից, որովհետև առևտրաշրջանառությունը հետևյալն է, մոտ 2.8 միլիարդ մենք ենք արտահանում եւ 4.8 միլիարդներ ենք կրում, կամ 4.7։ Օրինակ, բնական է, որ մաքսատուրքերը մենք ավելի շատ կստանանք այդ պարագայում, բայց դա մի կողմ, դա չէ որոշիչ գործոնը։ Առևտուրը չպետք է կանգնի ոչ մի դեպքում։ Ինչպիսի ռեժիմ էլ ընտրենք եւ այլն, դա պետք է շարունակվի, կարող է ավել կամ պակաս չափերով, դա էլ հարց է, արդեն հաշվարկների հարց է, բայց ասել, որ մենք չենք ընդունում ձեր ապրանքը, սա իսկապես դառնում է ինչ-որ առևտրային շատ խիստ պայմաններով պատերազմ, շատ դաժան, ասելով, որ մենք ձեզ sense պատժում ենք, որ դուք իմանաք ձեզ ինչ է սպասում, Եվրոպան էլ շատ արագ ձեռք մեկնեց։ Այս է սպասում։ Այդ նկատի ունի։ Երեք այդ ագրեսիվ պահվածքը բավականին մտահոգում է ռուսական կողմի։ Վաղը կարող է այլ զարգացումներ ունենալ։ Նոր ընտրվել են ազգային ժողով, օպոզիցիան ընդդիմությունը մտածում է մանդատները չվերցնի, ինչի չվերցնի, ինչի համար չվերցնի։ Այսինքն ընդդիմությունը չի մտածում, դե է մտածում։ Այդ համենայնդեպս ընդդիմությունն է դա արտահայտում, ստեղ էլ ենք մեղավոր։ Իրանք դրա կարող են շատ բան մտածել, շատ երկրներ, բայց իրենց ձեռքում է դա արվում։ Ինչ է շարունակում մանդատներ չի, այսինքն իրենք հաղթել էին ընտրությունները արհեստականորեն, ուրեմն ձայները պակասացրեցին, այդպես չի, չէ։ Մենք բոլորը շատ լավ գիտենք, ռուսական կողմն է ասում, այսպիսի մեծ խախտումներով ընտրություններ Հայաստանում չեն եղել վերջի տարիներին եւ այլն։ Մի ֆաշիստական պետություն այսօր դրել է, ասենք քննարկում է դեմոկրատական պրոցեդուրաների որակ։ Հենց ինքը դիմությունը, տեսեք, քանի տեղ է բողոքարկել 555 տեղամասում էին վերահաշվել պահանջել, մի քանի տեղ խնդրեմ, բացառվում են։ Եվ մեր քաղաքացիները պետք է ներլուծեն, պետք է իրենք մտածեն, տեսնեն, որ չէ, գիտեք, այդպես չի ինչ-որ բան։ Եվ ես ուրախ եմ իհարկե, որ մեծ մասը այլ ուղղության համար քվեարկեց, ստեղծուց կուսակցությունների անունը չէ, կամ այս կամ այն ղեկավարի առաջնորդի խարիզմա եւ այլն։ Ոչ, սա ընտրության հարց է։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Եվ ընտրության հարցը, այո, Հայաստանի անկախության, դեպի արևմուտք կողմնորոշվելու, դեպի ժողովրդավարություն կողմնորոշվելու, դեպի նոր հսկայական մեծ շուկաներ կողմնորոշվելու, Ռուսաստան դառնալու եւ մեծ ներդրումներ ունենալու։ Պատահական չէ, դուք ասեցիք Ռուբիոյի հետ նախաստորագրվեց, անմիջապես հետո ստորագրվեց։ Այո։
Իսկ աշխատանքները սկսել են։ Հաշվածորերը։ Այո, աշխատանքները գնում են։ Սկսել են արդեն ես գիտեմ իմ ընկերը երկրաբան է, երկրաբանական հետախուզական աշխատանքներ են տանում այս տրիպի բանի հետ կապված մերի մոտ եւ այլ եւ այլ։ Եվ դա շատ լավ է, շատ ողջունելի է։ Պետք է կարողանանք այնպես անել, երևի այդ որոշ չափով մանևրելը Հայաստանի կառավարության կապված է դրա հետ, որ միանգամից շատ մեծ հակազդեցության տեղիք չտանք։ Այսինքն իրենք ասում են կամ էս կողմ կամ այն կողմ մենք արգելում ենք, բայց մենք դեռ չենք դիմել անդամակցության Եվրոմիության։ Միշտ կարող ենք ասել, էս ինչ պատահել ձեզ, մենք դիմել ենք, որ ասում եք, կամ մենք անդամակցության տեխնացու ենք, որ ասում եք, չէ, եթե այդպես է մենք կդիմենք եւ կասենք եւ այլն եւ այլն։ Հասկանում եք։ Հիմա տեսնենք, թե ինչ զարգացումներ կստանա այդ բոլորը։ Իհարկե շատ անկախված է, թե ինչ զարգացումներ կլինեն Ուկրաինայում։ Այո։ Նույն Ռուսաստանի ներսում ինձ զարմացնում է, որ այսքան զոհերից հետո այսպիսի քաղաքականությունից հետո եւ շատ ռուսներ լքել են Ռուսաստանը։ Աշխարհի տարբեր երկրներում են։ Այդ թվում է Հայաստանում, այո։ Եվ աջակցում են մեզ։ Այո։ Այդքանից հետո դեռ կարծես ներքին իրավիճակը կայուն է։ Ովքեր դուրս են գալիս միտինգի, հաջորդ օրը ստանում են ծանուցում զինկոմիսարիատից, որ պետք է գնանք Ուկրաինա կռվելու եւ այլն դեմքներով ճանաչում են եւ այդպիսի քայլեր են անում, միգուցե դա է պատճառը, բայց այդ դեսպոտիկ մեթոդներով կառավարել երկիրը երկար հնարավոր չի կարծիքով։ Իրենք շատ ծանր վիճակում են, փակուղու մեջ են։ Սխալ էր սկսել Ուկրաինայի դեմ այս մեծ գործողություն։ Հիմա բայց մենք պետք է խոսենք մեր շահերի, մեր նպատակների համար եւ այո, որքան հնարավոր է Կովկասի 3 պետությունները պետք է համագործակցությունը զարգացնեն, առաջին հերթին տնտեսական, նաեւ փոխադարձ կոոպերացիան, համագործակցությունը։ Այդ նույն մաքսային միության մասին որ խոսում են, եթե 3 երկրներ Եվրոմիության անդամ դառան, կլինեն Եվրոմիության մաքսային միության անդամ եւ ընդհանուր մաքսային սահման կունենանք։ Բայց Ռուսաստանի հետ մաքսային միությունը մի քիչ դժվար է պատկերացնել, ես ժամանակ եմ ասել, որովհետև ընդհանուր սահման չունենք Ռուսաստանի հետ։ Համատեք Ռուսաստանի տարածքը, Հայաստանի տարածքը եւ այլ եւ այլ։ Ինչերից է 13 թվականին Հայաստանը ընտրեց այդ ճանապարհը։ Պարոն Վարդգոդարյան, տեսեք, ռուսները մեզ փորձում են նաեւ գազի հարցով վերջնագրային լեզվով խոսել եւ նաեւ իրենց այդ RŽD կոչված այդ բանդան նստել է դեռ մեր երկաթգծերի վրա եւ նաեւ ոնե ինձ հայտնի դարձավ այն, որ Թուրքիան կարծից միանգամից նախիջևան, հա, այդ երկաթգիծը կառուցելու ֆինանսավորման որպես հիմնավորում միջազգային ֆինանսական ստրուկտուրաներին դիմելուց այն փաստարկը բերեց, որ դե գիտեք, քանի որ այդ տրիփից հետո Հայաստանի տարածքում երկաթուղիները Ռուսաստանի կառավարման ներքո են, իսկ այդ երկաթուղիները վանելու են բոլոր գործընկերներին, ես այլ ընտրանքներ եմ կառուցում, եկեք ֆինանսավորեք ու տվեցին փողը։ Հիմա մենք ինչ ենք անելու այս այսպես չարորակ գոյացության հետ, որ եկել ու նստել է մեր երկաթուղիների։ Պետք է նայել համապատասխան պայմանագրերը, այդ կոնցեսիոն համաձայնագրի, որտեղ եթե ես սխալվում, մի կետով գրված է, որ իրենք պարտավորվում են ներդրումներ անել երկաթգծերի ենթակառուցվածքներում առաջիկա տարիներին։ Այդ ներդրումները չկան։ Գիտեմ։ Պետք է ասել, մենք դեռ ժամանակ ենք տվել, որովհետեւ այդ ներդրումները ասել ենք, չեն արել։ Դիմում ենք արբիտրաժ, միջազգային դատարան, ամեն ինչ օրինական ձևով։ Խզում ենք կոնցեսիոն պայմանագիր, քանի որ պարտավորությունները ռուսական կողմը չի կատարել։ Այո, մենք խզում ենք, իսկ իրենց ուղարկում ենք Փարիզի արբիտրաժ։ Այո, արբիտրաժը թող որոշի, խնդրեմ, սա է։ Կորոշի, մենք էլ կասենք, տեսեք, լրիվ իրավական դաշտում ենք, լրիվ ոչ մի ագրեսիա, այսպես ագրեսիվ պահված։ Եվ դա օր առաջ պետք է արվի։ Պետք է արվի, այո, պետք է արվի, իհարկե, միանշանակ։ Նույնը նաև այլ բաներով, իսկ ինչ գազին է վերաբերվում, վերջինաշրջան դա կարող են գնել Իրանից, կարող են գնել նույնիսկ Ադրբեջանից։ Ապագայում հույս ունենանք Թուրքմենստանից,
Ես դրեց եմ գալիս խորհրդատվական աշխատանք կար եւ իրենց մոտ այդ Գալկինիշ հանքավայրը շատ հարուստ է, Չինաստանը արդեն ընդերից կազմում ունի։ Հիմա կառուցում են Թուրքմենստան, Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան այդ հատվածը։ Այո։ Եվ այնքան շատ է այդ պաշարները։ Կարող է կառուցել նույն Ադրբեջանի, Հայաստանի միջոցով Թուրքիա դեպի Արևմտյան Եվրոպա։ Բավականին մեծ գազամով, որը կապահովի բավականին տոկոսը Եվրոպայի գազի պահանջարկի։ Եվ հույս ունեմ դա էլ է, եւ տրանզիտ է լինելու Հայաստանում, եւ Հայաստանն էլ կարող է տրանզիտի վճարը ստանալ օրինակ բնական գազը։ Այո։ Կամ հանել տրանզիտի վճարը մեր կողմից օգտվելի գազի գնաց։ Այո։ Եվ կան այսպես, իհարկե դրա համար ժամանակ է պահանջում անշուշտ, բայց այսօր մենք ունենք փառք Աստծո պատրաստի գազամուղ Իրանից եկող։ Եվ ես չեմ կարծում, որ եթե ռուսի ռազմական գործողությունները գնան, Միացյալ Նահանգները դեմ լինեն, որ Իրանից մենք գազ ստանանք։ Մենք հիմա ենք ստանում։ Գիտեք, ստանում ենք, բայց ֆինանսական սեկտորի վրա պատժամիջոցները մենք կարող ենք գազը վերցնել, բայց փող տալ չենք կարող։ Համարժեք չենք տալիս, մենք համարժեք հոսանք ենք տալիս, վերջ, բարտերը եւ դրա վրա պատժամիջոցներ չկա։ Գազի վրա էլ ինքնին չկա պատժամիջոց, կա փողի վրա։ Դե կարող ենք հոսանքով տալելի։ Եվ դա լրի բավարար է Հայաստանի պահանջարկը բավարարելու համար։ Բավարար է։ Իսկ պետք է ակտիվ աշխատել ներդրողների հետ։ Ես հույս ունեմ, որ որոշ գազի պաշարներ Հայաստանն էլ ունի։ Եվ կոնկրետ ժամանակին աշխատել եմ այդ ուղղությամբ։ Որտեղ ամբողջ տարածաշրջանում կա, տարածաշրջանում չի կարող պատահել, որ Հայաստանում չլինի։ Կարող է լինել, քանի որ այստեղ բարձրությունները մեծ են, ավելի խոր տեղանքում տեղադրված եւ այդտեղից արդյունահանումը ավելի դժվար լինի կամ պակաս արդյունավետ լինի, բայց ես կարծում եմ, որ կա։ Ժամանակին եղել են հանդիպումներ գազի, նավթի երկրաբանների հետ եւ ինձ ասել են, որ հաստատ կա։ Տվեք ձեր երկրաբանական քարտեզները, մենք նույնիսկ ասենք, թե որտեղ կոնկրետ։ Իսկ կոմերցիոն առումով դա արդարացված կլինի։ Դա արդեն կլինի երկրաբանական հետազոտություններից հետո։ Ես լսեցի վարչապետի հայտարարությունը, թե չեմ սխալվում, որ վերջերս, որ պետք է ամերիկյան կողմի հետ միասին նորից հետախուզվի, տեսնենք ինչ հնարավոր հանկատեսակներ կան եւ այլն։ Մետաղական հանքերը նաեւ արբանյակներից են կարողանում հետախուզել։ Միգուցե լրացիչ ռեզերվներ կան։ Դա շատ կարևոր միջոցառում է, պետք է արվի իհարկե։ Պարոն Բարխուդարյան, զուգահեռապարել մենք տեսնում ենք, որ սա արդեն քաղաքական որոշում է, մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ նոր փուլ մտան, հա, ռազմավարական գործընկերությունը ել ավելի բարձրացավ, համապարփակ ռազմավարական գործընկերության իր մեջ ներառելով բոլոր ոլորտներն ըստ էության։ Եվ զուգահեռաբար մի նոր ուղղություն էլ ներառվեց այդ գործընկերության օրակարգի մեջ, որ մինչ այդ չկար, ասենք, հունվարին ստորագրած այդ խարտիայում չկար, դա կրիտիկական հանքանյութերն են եւ հազվագյուտ մետաղները եւ Հայաստանին եզակի երկրներից է, որ հասանելիություն են տվել այդ կիսահաղորդչային եւ այդ միկրոչիպերի տեխնոլոգիաներին եւ Հայաստանը ինտենսիվ շինարարություն է սկսել մեր տարածքում այդ արհեստական բանականության ֆաբրիկաների, որոնց նմանը չկա տարածաշրջանում։ Հրազդանում ես տեսել եմ արդեն շատ։ Դա էլ դեռ պիլոտային է։ Ձեր մեկնաբանությունը այս ուղղությամբ շատ հեռանկարային ուղղություն է։ Եվ մենք պետք է մտածենք ինչպես ապահովել անհրաժեշտ աշխատուժ, բարձր որակավորված մասնագետներ, որպեսզի աշխատեն այնտեղ։ Օրինակ պետք է ստեղծել պայմաններ, որ մասնակիորեն ստեղծված է, մեր ուսանողները, որ լավագույն բուհերում սովորում են արևմուտքին, կան եւ այդտեղ աշխատեն։
Այդ պատճառով տարեկետում տրվեց եւ բանակից կհամարվի զինվորական ծառայություն, դա 3 կամ 5 տարի ավարտելուց հետո իրեն գան եւ աշխատեն այդ ոլորտներում։ Եվ էլի լրացուցիչ խթաններ պետք է ստեղծել։ Մենք դե կարողանանք ապահովել այդ կադրերով։ Ես հասկանում եմ մասնագետներ կլինեն, որ Միացյալ Նահանգներից էլ կգան, Անգլիայից էլ կգան, Եվրոպա, բայց հիմնական մասան պետք է վերև լինեն, որովհետեւ դա լավ հիմնավորվի։ Եվ չպիտի երիտասարդությունն շատ մտածի, որ Ամերիկայում ավելի թանկ է վճարում ծրագրավորողներին, այստեղ ավելի էժան, այստեղ ապրելն էլ ավելի էժան է, քան Միացյալ Նահանգներում։ Եվ իհարկե հաճելի։ Շատ կարևոր պրոյեկտ է եւ պետք է այդ ուղղությամբ մտածել։ Այդ նույն Nvidia պրոյեկտները շատ կարևոր են։ Ժամանակակից խոսքն է։ Եվ մենք կարող ենք դառնալ, բնական է, ամբողջ տարածաշրջանի մատակարարը այդ նույն չիպերի գծով, իզահավորիչների գծով, մնացած ծրագրավորող ծրագրավորման պրոդուկտների գծով եւ այլն, նաեւ Միացյալ Նահանգներ։ Ինչպես հիմա արվում է իդեպ։ Բայց անհամեմատ ավելի մեծ մասշտաբները։ Դա հսկայական արտահանում է, հարյուրավոր միլիոնավոր դոլարներ, թե ոչ միլիարդավոր ապագայում, որը Հայաստանի համար ինչ որտեղ փրկություն է։ Լավ մասնագիտացում է, չի պահանջում հսկայական տրանսպորտային ծախսեր եւ այլն։ Այդ ուղղությամբ պետք է իհարկե աշխատեն եւ շատ ուրախ եմ, որ Միացյալ Նահանգները դա ստորագրեց, հատկապես նաեւ ուրախ եմ, որ այն համաձայնագրերը, որ մենք ստորագրեցինք, համաձայնվեցինք ստրատեգիական ռազմական համագործակցության մասին դեռ բայնդերի օրոք, որ ասում են վերջի շաբաթում եք ընկվել, հիմա նորը կգաք, նոր վարչակազմը եկավ հաստատեց, որ դա լինելու է, եւ հետո շարունակությունները ստորագրվեցին, այսինքն այդ շարունակականությունը կա։ Դեմոկրատներից, հանրապետականներից, ժետոնորից դեմոկրատներ հստակ է։ Ինչու՞։ Որտեղ Միացյալ Նահանգները հետաքրքրված են դրանում։ Դա ռազմավարական շահն է, այլ ոչ թե ինչ-որ միանշանակ կայուն երկիր է, ազգային ազգամիջյան որևէ խնդիր չկա, որ միատար է, հայերն են հիմնականում բնակվում, նորմալ է, աշխարհագրությունը լավ է, պատահական չէ, որ Հրազդանում են կառուցել այդ գործարանը, այնտեղ ջերմաստիճանը մի քիչ ավելի ցածր է, որովհետեւ բարձր գերտակություններ չլինեն եւ այլն։ Այդ առումով շատ հարմար է եւ բարձր որակավորված ոչ թանկ աշխատուժ։ Դա մեր առավելությունն է լինելով, որ մենք կարողանանք մեծ տեղ գրավել։ Ինչի Հնդկաստանը, Բանգալորը մեծ տեղ ունեն IT տեխնոլոգիաներում, բարձր որակյալ աշխատուժ ունեն եւ ոչ թանկ։ Դա էլ կա։ Մերոնք իհարկե ձգտում են շատ արագ հարստանալ, բայց պետք է հասկանալ, որ շատ բարձր աշխատավարձով երկար շատ հարմար է։ Այդտեղ մեծ հեռանկարներ կան։ Եթե այդտեղ լինեն այդ հեռանկարները, նաև կողքի արտադրությունները, ծառայությունները կզարգանան։ Դա էլ լրացուցիչ խթան է Հայաստանի տնտեսական զարգացման համար։ Եվ կարծում եմ հեռանկարները այդ առումով բավականին լավ են։ Ինչպես կվարվի Ռուսաստանը, ինչ կլինի, կհրահրի նոր պատերազմ, չի հրահրի, դժվար է ասել։ Չեմ կարծում, որ հրահրի։ Իրենք այդ վիճակում չեն։ Կամ ում միջոցով է հրահրելու։ Ռուսական զորքը պետք է գա այն երկիր, որը իր դաշնակիցն է եւ իր բազան կա այդ երկրում, որպեսզի պատերազմի նրա հետ։ Ոնց հասկանանք դա հնարավոր չի, չէ՞, այդպես բաներ։ Իսկ ժամանակը մեր օգտին է աշխատում, խաղաղության օգտին է աշխատում։ Փառք Աստծո, ազդեցությունը Թուրքիա-Ադրբեջանի վրա ամբողջ արևմուտքի եւ Միացյալ Նահանգների բավականին ուժեղ է։ Միակ բանը, որ ես կցանկանայի, որպեսզի վերջնական կայունությունը մեր տարածաշրջանում Իրանի պատերազմի ավարտը։ Ահության պայմանագրի կնքումը, որպեսզի այդ կոմունիկացիաները շատ ավելի արդյունավետ աշխատեն։ Պարոն Բարխուդարյան, նաև գանք Եվրամիության հետ մեր համագործակցության եւս մի կարևոր ասպեկտին, դա մեր գյուղատնտեսության որակը փոխելն է, էլի։ Մենք տեսնում ենք փաստորեն հայ գյուղացին առանց մեխանիզացիայի մի կերպ, ինչ-որ բաներ էր արտադրում ռուսական շուկայում վաճառելու համար։ Ու դա ոչ գնահատվում էր, ոչ բան, միայն ոնց որ ծավալ էին տալիս։ Դե ինչ պետք է գնահատեի մի երկիր, որտեղ Պերլովկան էլի
ամենաբարձրարժեք բանը էլի, մինչդեռ եվրոպական շուկայի համար էլ այդ ամենը պարզվում է ստանդարտներով չէր համապատասխանում։ Հետն էլ մեր հողերի կեսն էլ չի մշակվում։ Մեր ջրային ռեսուրսները խայտառակ մակարդակով են կառավարվել եւ հիմա գյուղատնտեսությունը խնդիր ունի եվրոպական ստանդարտներին համապատասխանել եւ կառավարությունն էլ հայտարարում է, որ ջրամբարների կառուցումը, ջրային ռեսուրսների կառավարումը դա ռազմավարական առաջնահերթություն է Հայաստանի համար։ Ինչ հեռանկարներ եք տեսնում այստեղ։ Գիտեք, ջրամբարների կառուցումը բավականին թանկ հաճույք է, $100 միլիոնավոր դոլարներ։ Հետո չմոռանանք, որ ագին տարածք այդ ջրի տակ է մնում ամեն դեպքում։ Կարելի է կառուցել ավելի փոքր ջրամբարներ, սարերի լանջերին եւ այլն, եւ ավելի քիչ տարածք մռոքել, ինչևից է դա արդեն իրենց ռազմավարության հարցն է։ Բայց այստեղ մեծ ներդրումներ են պետք։ Իհարկե ստանդարտներին պետք է համապատասխանեցվեն եւ ավելի արդյունավետ դառնա գյուղատնտեսական արտադրանքի մշակումը, բայց մի խնդիր կա, այդ նույն Եվրոպայում, որտեղ տեխնիկան աշխատում է, մեծ տնտեսություններ են։ Կամ օրինակ կոոպերատիվի ձևով միացած։ Այնտեղ կարողանում է տեխնիկան աշխատել եւ մեր մոտ շատ փոքր են։ Ցանկապատներով առանձնացված եւ այլն։ Այստեղ խնդիր կա։ Այստեղ հիմնականում փոքր տեխնիկան է ձեռքի աշխատանքն է։ Բայց մենք ունենք շատ մեծ առավելություն նույն գյուղատնտեսության մեջ։ Մեր գյուղատնտեսական արտադրանքը մրգերը բանջարեղենը էկոլոգիապես մաքուր է։ Այսինքն գումար չլինելու պատճառով պարտանյութեր, հորմոններ եւ այլն չեն տվել առանձնապես։ Եվ ես ինքս ներկա եմ եղել մի քանի տեղ շատ հաջող համագործակցություն ենք նույն մեղրերը մի հոգի պայմանագիր ունի Շվեյցարիայի հետ, թուզը քամում է, ճիր է պատրաստում, այսինքն դնում է պահարանի մեջ, ճիշ պատրաստելու, տաքոտ է փչում, 24 ժամից հետո մոտ 1/3-ը 1/4 քաշուրեցող արդեն ճիրը հանում է շատ գեղեցիկ տուփերի մեջ արդեն դասավորում է եւ ուղարկում Շվեյցարիա։ Վերջ։ Այդ մարդը մանրամասն էլ չգիտի ոնց է գնում, ինչ պայմաններ են, բայց իրենց լրիվ համապատասխանում է էկոլոգիան դրա։ Իսրայելից այդ թուզի փաստորեն այդ ախտորոշումներն էին արել, լաբորատոր հետազոտություններ, ասել են անհնարին է, որ այսքան մաքուր դուք պրոդուկտներ ունեք։ Իհարկե դա միայն մեղրին է, մեղրի թուզն է, որը սահմանափակ է, այսուհանդերձ նույնը մսին է վերաբերում։ Եկել էին տարիներ առաջ Սինգապուրից, ապշել էին տավուշում, փորձել էին տավարի միսը, ասել են չտեսնված է։ Մի քանի հազար տոննա մի անգամից տվեք։ Ասել են մենք այդ հնարավորությունը չունենք, դու ասել են մեկ էլ նավով պիտի բեռնենք, չէ՞ որ Վրաստանից նավով տանենք։ Այդպիսի խնդիրներ կա, բայց համատեղ արտադրություններ ֆիրմաների հետ փոքր համայնքներում եւ այլն նույն գյուղատնտեսական, անասնաբուծական արտադրանքի կարելի է անել շատ հանգիստ։ Կամ նույն պահածոների փոքր գործարաններ ստեղծել, ինչպես եւ արվում է։ Այս process-ը չեմ ուզում ասեմ տարերայինորեն, բայց գնում է առաջ։ Հիմա արդեն մի քանի գյուղում անպայման մի հատ կոնե ջրերի պահածոների գործարան կա, մրգերի, բանջարեղենների, որը արտահանում է։ Նույն հիմնականում Ռուսաստան, բայց կարող է այլ երկրներ էլ արտահանել, չէ՞։ Եվ սերտիֆիկացիան է կարևոր, որ կարողանա արտահանել։ Այո, կստանա, ինչ որ պետք է կարողի։ Ես կոչ եմ անում եւ պետք է այդ ուղղությամբ աշխատել, որ շատ խորհրդատվական ընկերություններ կան, որ մասնագիտացված են այդ հարցերով։ Իրենք պետք է ցույց տան այդ ճանապարհը, ինչպես անել, ոնց անել։ Այ պետք է դիմել Եվրոմիությանը, որ իրենք նույնպես օգնեն համաֆինանսավորելու այդ ամբողջ գործընթացը։ Եվ այդ խորհրդատվությունը տալ։ Այո, խորհրդատվություն տալ, որ կլինի իհարկե վճարվի, բայց վճարը լինի բավականին տրամաբանական սահմաններում եւ մարդիկ կվճարեն եւ կստանան այդ հստակ պրոդուկտը, ինչ ձևով լինի, ինչ ստանդարտով լինի, հենց համար པարզ կլինի։ Եվ լեզվի հարց չի լինի եւ այլն։ Այս տիպի բիզնեսը բավականին լավ կզարգանա Հայաստանում եւ պետք է շատ խթանել, որ շատ արագ դա լինի։ Եվ ես կարծում եմ, որ հիմա արդեն շատ հուսով եմ, որ կառավարությունը կունենա կամ առանձին նախարարի կամ նույնիսկ առանձին փոխվարչապետի պաշտոն Եվրոմիության հետ անդամակցելու կոոպերացման գծով այդ ուղղությամբ, որտեղ հիմա մի փոխվարչապետ կոորդինացնում է երկուսներ։
եւ ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն եւ Եվրոմիությունը։ Այստեղ կա նրանք իրար բացառող հություններ են ինչ-որտեղ, ոչ թե փող լրացնող։ Պետք է լինի առանձին փոխվարչապետ, որի հրահանգները, հանձնարարականները նախարարությունների համար պետք է լինեն պարտադիր կատարման համար եւ շատ արագ արագացվի այդ բոլոր ստանդարտներին համապատասխանեցումը, այդ բոլոր պայմանագրերի իրավական փաստաթղթերի պատրաստումը եւ այլն, այսինքն մի մեծ կոորդինատորի կարիք կա համակարգողի։ Եվ պետք է խնդրել Եվրոմիությանը, որ բոլոր ուղղություններով շատ ակտիվ խորհրդատուներ գան, կիսվեն իրենց փորձում, այդ գործը սկսել էր։ Էքսպերտներ էին գալիս Եվրոմիությունից, ես գիտեմ, օրինակ Պեկում կային, Մաքսային գործով կային, մի խոսքով։ Նրանք բավականին ամենօրյա աշխատանքով բավականին օգուտ են տալիս։ Ասեն, այ մեր մոտ սա այսպես է արվում, սա մեր ստանդարտն է, ինչպես է կարծում եւ այլն։ Ինչպես է օրինակ մերձբալթյան երկրների համար։ Իրենց էքսպերտները եկան, սկսեցին գրել իրենց օրենսդրությունը։ Վերջ, էլ չեն ասում ձեր առանձնահատկությունները, հա կտայինք ասեն դե լավ, մի քանի առանձնահատկություն եթե ունեք, եկեք արտացոլեք մնացածը սա։ Եվ դա գնաց շատ արագ։ Չեմ ասում նույն բանը, բայց համանման տեմպերով մենք էլ պիտի կարողանանք դա անել։ Ես չեմ հավատում եմ խոսքերին, որ ասում են դա կտևի 10 տարի հետո թերհրադառնանք մի հատ տեխնացու, հետո պիտի շատ ուրիշ հարցեր լուծվեն, այդ բոլոր հարցերը կարող են լուծվել 1.5 տարի։ 1.5-2 տարի։ Վերջավոր փաստաթղթեր են, վերջավոր օրենքներ են, կառավարության որոշումներ են, չէ, եւ այլն։ Ինտենսիվ աշխատենք։ Այդ ուղղությամբ գումար ծախսենք, լավ կադրեր բերենք եւ այլն եւ այլն։ Շատ արագ պետք է անել եւ պարլամենտով հաստատել, ուղարկել եւ այլն, կամ կառավարությունը ընդունի որոշումները։ Ես հասկանում եմ, դա այդքան պարզ գործընթաց չի, բայց կամքի պրակտիկաները փոխության դեպքում այո, կարող է դա անել։ Իրենք էլ որ տեսնեն, որ շատ արագ տեմպերով եւ իսկապես նպատակին գնում ենք, իրենք էլ կհեշտացնեն մեր անդամակցությունը։ Իրենք էլ են շահագրգիռ դրանում, Եվրոպան սա շահեր ունի, բացի ընդհանուր պատմական անցյալից եւ այլն եւ այլն։ Եվ ես էլ պետք է ասեմ, քաղաքականությունը շահերի մասին։ Եղբայր 26 դար իրար հետ հաղորդակցվել ենք, ապրել ենք եւ այլն, որից 25 տարի ընթացքում դուք վիզայի համակարգ չունեիք, 26-րդ դարում վիզաներ դրեցիք, որ արգելափակենք ձեր երկիր մտնելը, հասկանում եք խորհրդային միություն, երկաթևարակույր, հիմա անցել է այդ բոլոր 30 տարուց ավել։ Գիտեք, ես որ առիթ եմ ունեցել դեռ առաջի տարիներին անկախության գնալ Եվրոպա գալ բանակցել, ես գումի այդպես մի քիչ վերապահությամբ զգուշորեն էի վերաբերվում։ Անցավ, կարելի ասել մոտ 10 տարի, որ իրենք արդեն հանգստացան, արդեն վստահեցին, տեսա որ չէ, մենք էլ ենք իրենցը, եւ շատ մարդիկ կան արևմտյան Եվրոպայից գալիս են, ասում մենք ստեղ մեզ ավելի ենք հին քրիստոնեական քաղաքակրթության, եվրոպական քաղաքակրթության մեջ զգում, քան Եվրոմիության անդամ որոշ երկրներում։ Դրանով պետք է դա անընդհատ եւ հիշեցնենք եւ այդ ուղղությամբ աշխատենք։ Մենք նոր Ամերիկա չենք բացում։ Մենք միասին ենք ապրել այստեղ։ Որ ասում են Ամերիկան եկել է կգնա եւ այլն, իհարկե չի գնա, հարցը դրանում չի, բայց Եվրոպան ստեղ է։ Գալ գնալու հարց չկա։ Ուրեմն մենք հետ ինտեգրվենք, դրա որսի շահենք։ Իրենք դա հասկանում են, խորապես են հասկանում, հատկապես Ֆրանսիայում եւ այլ երկրներում են։ Հիմա հուսանք, որ այդ ուղղությամբ արագ աշխատանքներ կատարեն, պետք է մոբիլիզացնել ողջ մեր ներուժը, կադրային պոտենցիալ։ Շնորհակալ եմ, պարոն Բարխուդարյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին։ Մենք լսեցինք մեր գործընկերոջը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանին, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանում կայացած ընտրությունների, այսպես տնտեսական պրոյեկցիայի հետ եւ առաջիկա անելիքների հետ այս ուղղությամբ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Ընտրությունները կայացան, արդյունքները նախնական հայտնի են,
չնայած վիճարկվում են որոշ ուժերի կողմից վերահաշվարկներ են պատվիրել, դեռ չեն որոշել իրենք չէ, այլ Մոսկվայում չեն որոշել իրենք գնալու են խորհրդարան, թե չեն գնալու, փողոց դուրս գալու են, թե փողոց դուրս չեն գալու, մտածում են, նաև մտածում են ճանաչեն Հայաստանի ընտրությունները, թե ոչ։ Հայաստանում ընտրություններին հաղթողներին շնորհավորեն, թե ոչ։ Ողջ ազատ աշխարհը շնորհավորում է Հայաստանին, ընդ որում ոչ միայն Արևմուտքը, եւ միայն երևելի դեմոկրատներ Պեսկովը եւ Մարիա Զախարովան են լուրջ խնդիրներ տեսել դեմոկրատական պրոցեդուրաների որակի մեջ Հայաստանի եւ առանց կարմրելու բարձրաձայնում են դրանց մասին, ընդ որում ասացից 10 բառից 11-ը սուտ։ Ինչևէ, այնուամենայնիվ հարցերը մնում են, հարցն էլ այն է, որ Հայաստանում փաստորեն կես միլիոն մարդ ըստեյության ձայն տվեց ուժերի, որոնց հետևում կանգնած է Պուտինը իր այս երևելի դեմոկրատներով հանդերձ այդ բանդիտներով եւ կամ ինքնանպատակ դեմ լինելով իշխանությանը այդ շարժառիթով կամ էլ համարելով, որ այնուամենայնիվ Հայաստանը պետք է մնա Ռուսաստանի տակ։ Սա պրոբլեմ է, որը իշխանությունը չի լուծել, պրոբլեմ չի համարել, էլ չեմ խոսում երիտասարդության մասին, որը տարբեր սոցհարցումներով ըստեյության տարիքային խմբերում ամենաապաքաղաքական տարիքային խումբը դուրս եկավ, մինչդեռ այս քաղաքականության որպես այդպիսին հիմնական շահառուն հենց երիտասարդությունն պետք է լիներ ապրիորի, որովհետև Հայաստանում գործում են ռուսական բուհեր, գործում են Ռոսսատրուդնիչեստվո եւ Դոմ Մոսկվիներ, հենց հայկական բուհերում դասավանդում են մարդիկ, ովքեր FSB-ից մեդալ են ստանում եւ այդ մեդալը նկարում եւ դնում են իրենց Facebook-ում եւ հպարտանում եւ այլն, եւ անունն էլ դնում ակադեմիական ազատություն։ Մենք այդպես էլ ժողովրդավարությունը եւ քաոսը եւ հիբրիդային պատերազմը եւ ժողովրդավարության վրա պարազիտացումը իրարից այդպես էլ պետականորեն չկարողացանք զանազանել եւ հիմա հնձում ենք այն ինչ ցանել ենք։ Փորձենք հասկանալ այս ընտրությունների դասերը։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է քաղաքագետ Միքայել Զոլյանը, բարև ձեզ պարոն Զոլյան։ Ողջույն։ Շատ ուրախ եմ ձեզ նորից տեսնել մեր տաղավարում, երկար ընդմիջումից հետո։ Ինչ արած։ Ինձանից իմ պատճառով դուք քվեարկեցիք ընտրություններին, նաև հետևեցիք լրահոսին, դրանից թե առաջ, թե հետո ես տեսա դուք բազմաթիվ նաև այլ երկրների լրատվամիջոցներով եք մեկնաբանություններով հանդես եկել, այնուամենայնիվ ինչ ցույց տվեցին մեզ այս ընտրությունները, այն արդյունքները, որոնք այս պահի դրությամբ հայտնի են եւ ինչ եզրակացություններ են այսպես գեներացնում, հա։ Այո, շնորհակալություն հրավերի համար եւ ասեմ, որ իրոք շատ մեծ ուշադրություն կա Հայաստանի ընտրությունների հանդեպ։ Երևի նման բան պատմության մեջ չի եղել։ Նման ուշադրություն գուցե եղել է հեղափոխության օրերին, ինչ որ չափով, գուցե եղել է 20 թվականի պատերազմի օրերին, էլի, հա, հասկանալի, բայց ընտրությունների վերաբերյալ նման հետաքրքրություն երբեք չի եղել։ Եվ սա բացատրում է նրանով, որ առաջի անգամ Հայաստանի ընտրությունները ունեն հստակ, այսպես աշխարհաքաղաքական երկընտրանքի, այսպես տարր, այսինքն մինչև էլ իհարկե էլի, հա, նույն 21 թվականին, 18 թվականին էլի հասկանալի էր, որ կան ուժեր, որոնք ավելի ռուսամետ են, կան ուժեր, որոնք ավելի այսպես հակված են անկախությանը, կան ուժեր, որոնք եվրոպամետ են կամ արևմտամետ են, բայց այս որ Հայաստանի քաղաքացիները իրենց ընտրությամբ
պետք է որոշեն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը, սա առաջի անգամ էր, եւ դա համընկավ նաեւ համաշխարհային գործընթացների հետ եւ Ռուսաստան արևմուտք բախման մեջ կամ ժողովրդավարություն բռնապետություն բախման մեջ փաստորեն Հայաստանը դարձավ այդ ճակատամարտերից մեկը, հա, այսինքն այդ պատերազմի մեջ մենք ճակատամարտի մեկն էինք, ճակատամարտերից մեկն էինք, նախորդը օրինակ Հունգարիայում էր, դրա նախորդը Մոլդովայում էր, դրա նախորդը Ռումինիայում էր, այսինքն ընտրությունները ըստ էության ցավոք սրտի իհարկե այդպես չպիտի լինի, բայց դարձել են աշխարհաքաղաքական բախման դաշտ։ Եվ Հայաստանի պարագայում մենք պետք է հասկանանք, որ այս ընտրություններում մենք ոչ թե պայքարը գնում էր Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի կամ կուսակցությունների միջև, այլ մեծ հաշվով պայքարը գնում էր Կրեմլի եւ Հայաստանի, այսպես ասած, անկախության ձգտող քաղաքացիների միջև։ Իհարկե ցավոք սրտի մեր հասարակության մի մասը այդպես չէր տեսնում այս ամեն ինչը, հա, եւ ղեկավարվում էր ինչ-որ այլ նկատառումներով, հիմնականում ես կասեի այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ անձնական վերաբերմունքով, եւ հիմա էլ բոլորը չի որ տեսնում են, որ այս հաղթանակը իրականում Հայաստանի հաղթանակն է, եւ շատերը դա տեսնում են որպես այս կամ այն անձի հաղթանակը կամ պարտությունը, այս կամ այն քաղաքական ուժի հաղթանակը կամ պարտությունը, բայց դա այդպես չի, հա, եւ անկախ նրանից մենք այդ քաղաքական ուժին կամ անձին ոնց ենք վերաբերվում, սա շատ ավելի մեծ պատմություն է, հա, ասենք քաղաքացիական պայմանագրի փոխարեն կամ Նիկոլ Փաշինյանի փոխարեն կարող է լինել ուրիշ կուսակցություն, կարող է լինել ուրիշ առաջնորդ։ Բայց խնդիրը Հայաստանի անկախությունն է, ինքնիշխանությունն է, Ռուսաստանից կախվածության վերացումն է կամ գոնե նվազեցումն է, հարևանների հետ նորմալ հարաբերությունների կարգավորումն է եւ Հայաստանը սրան քվեարկեց, հա, ըստ էության սա հանրաքվե էր, եւ սա իհարկե մեծ հաղթանակ է, քանի որ պետք է հաշվի առնել, որ մեր դեմ աշխատում էր Կրեմլի ողջ ռեսուրսը եւ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ուկրաինայից հետո երևի ամենակարևոր, ասած, ճակատը, հա, Հայաստանն էր։ Բայց դրանով հանդերձ ես պետք է ասեմ, որ շատ այսպես ոչ միանշանակ զգացմունքներ ունեմ, ես այս ընտրությունների հետ կապված, իհարկե առաջի արձագանքս ուրախությունն էր, որ փրկվեցինք, հա, ոնց որ ռուսերեն որ ասում են պրանիսլո։ Իրոք պրանիսլո, ոնց որ sense մի հատ հսկայական, մի հատ վտանգ այնուամենայնիվ մեր կողքով անցավ կամ մենք կարողացանք իմ հենց Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ընկերներից մեկը ասեց այդ մատրիցայի միջին նեոյի նման Հայաստանը sense այդ փամփուշտներից կարողացավ խուսափել, հա, բայց շատ մոտ էինք մենք իրականում պարտությանը, հա, որովհետև ընդհանրապես մի քանի տոկոս ավել եթե հավաքեին այդ 3 ռուսամետ ուժերը, ապա Գյումրիի երկու տարբերակներ լինելու, հա, եւ սա իհարկե շատ անհանգստացնող է եւ նաեւ Ռուսաստանում ինչ հետեւություններ կարող են անել, կարող են այն հետեւությունը անել, որ ուղղակի քիչ փող էին ծախսել այս անգամ։ Ուղղակի փողը ճիշտ չէին հաշվարկել, ասենք կարող է Կիրիենկոն կամ չգիտեմ մյուսը մտնի Պուտինի մոտ, ասի գիտեք Վլադիմիր Վլադիմիրովիչ, մի քիչ էիք փողը տվել, դրա համար մենք ասենք, չգիտեմ, պայմանական 50,000 ընտրակաշար կարողացանք տալ, եթե լիներ 150,000, մենք կհաղթեինք։ Ու այս իմաստով իհարկե այս արդյունքը, որը կա, բավարար չի, որովհետև ես կարծում եմ, եթե ԿՊ-ն հաղթեր, ասենք 60%-ով, կամ չգիտեմ 58, 59, 57%-ով, հա, դա Մոսկվայի համար նշան կներ, որ դե վերջ, այս խաղը ավարտված է, բայց հիմա ԿՊ-ն հաղթում է 50%-ով, Հայաստանում, այսպես ասած, Ռուսաստանի հաշվին փող աշխատող Ռուսաստանից սնվող գործիչները հաստատ հիմա նամակներ են գնում Մոսկվա, որ այ քիչ օգնեցիք մեզ, մի քիչ էլ օգնեիք, մենք կհաղթեինք եւ այլն։ Իհարկե դա այդպես չի։ Ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացին միևնույն է իր ընտրությունը անելու էր եւ ինչպես ռոմեացիներն էին ասում, հա, որ ձայն բազմած ձայն Աստծո։ Հիմա այսպես է եղել, ուրեմն ճիշտ է այսպես է եւ Հայաստանի շահերի տեսակետից գուցե նաեւ ճիշտ է, որ նաեւ այդ ուժերը, հա, ասենք Շեմ, ինչքան ձայն են հավաքել են, լավ։ Ես ընդունում եմ արդյունքը։ Ինձ դուր չի գալիս այդ արդյունքը, բայց ես ընդունում եմ, բայց խնդիրը նա է, որ
Ռուսաստանում դա մեկնաբանվելու է, որ այ տեսեք աշխատելու տեղ կա, որ կարելի է մի քիչ էլ այստեղ փող ծախսել, այստեղ ճնշել, այստեղ մի բան արգելել, այստեղ ինչ որ հերթական դեզինֆորմացիայի կամպանիա ծավալել եւ գուցե օրինակ ինչ որ արտահերթ ընտրություններ լինեն եւ գուցե այդ արտահերթ ընտրություններում օրինակ ռուսամետ ուժերը ոչ թե ասենք միասին 40% հավաքեն, այլ ասենք միասին 51% հավաքեն։ Դրա համար ես կարծում եմ, որ ոնց որ սա կարևոր հաղթանակ էր, բայց սա վերջնական հաղթանակ չէր եւ մենք դեռ շատ պետք է աշխատենք եւ պայքարենք, որպեսզի Ռուսաստանից եկող այդ հիբրիդային վտանգը կարողանանք ասած դրանից խուսափել։ Բարձրն դեռ քվեարկության օրվան մի քանի օր մնում էր, երբ Ռուսաստանը գործի դրեց իր էմբարգոն Հայաստանի արտահանման վրա եւ ըստ էության Ռուսաստանի այս հիբրիդային պատերազմը համալրվեց նաեւ առևտրային պատերազմով մեր բարձրաստիճան պաշտոնյաները խոսում էին դե լավ այդ ժամանակավոր այս ընտրություններին է միտված հունիսի 8-ին արդեն այսպես այդ արճակատման ջերմաստիճանը կնվազի, ռուսները կհաշտվեն եւ այլն։ Դատելով Պեսկովի եւ Զախարովայի հայտարարություններից, նաեւ այն գազանանոցը, որը կա այսպես կոչված Պետդումայում, հա, մենք տեսնում ենք Ռուսաստանը մտադիր չի մեզանից ձեռք քաշել։ Եվ նաև այս խորհրդարանական ընդդիմություն դառնալուն հավակնող ուժերի հայտարարություններն էլ, որոնք ըստ էության արկախող են, հա, իրավիճակը։ Նրանք չգիտեն գնալու են պարլամենտ թե ոչ, փողոց դուրս գալու են թե ոչ, սահմանադրական դատարան գնալու են թե ոչ։ Դե ոնց որ որոշել են գնալ արդեն։ Դե ասում են։ Մենք ոնց որ թե հասկանում ենք Մոսկվայում էլ դեռ վերջնական չի ուրվագծվել ինչ են անում, բայց համենայն դեպս հաշտվելու օրակարգ Մոսկվան ըստ ամենայնի չունի։ Ինչպիսի զարգացումներ են ձեզ առավել հավանական թվում այս համատեքստում համեցեք։ Դե իրականում դուք ճիշտ եք ասում, որ կարծես թե Մոսկվայում էլ չեն որոշել, իսկ մեր հայաստանյան ասած մասնաճյուղը նրանք կախված են նրանից թե ինչ կորոշեն Մոսկվայում։ Դե Մոսկվան է որոշում, իրենք սոված են թե քուններն ատանում։ Դրա համար ընտրությունների գիշերը սկզբից ինչ որ հայտարարություններ էին անում, որ պայքարելու են, հետո ոնց որ թե դες բարձր որ չեն պայքարելու, հիմա էլ հստակ չի եւ երևի դե Մոսկվայում էլ, չգիտեմ, կարող է Պուտինը իրեն լավ չի զգում, չեն կարողանում իրար մոտ մտնել, այդ հարցը տալ, հա, կամ չգիտեմ, ինքը տրամադրությունը լավ չի, կամ զանգում են, կամ չի վերցնում, կամ չգիտեմ, վախենում են վատ նորություններ հայտնել, հա։ Դրա համար կարծում եմ մոնղոլական սովորույթ կար, չէ, որ սուրհանդակը գալիս էր վատ լուրով, գլուխը կտրում էին։ Հետաքրքիր է սուրհանդակը ինչի էր գնում, եթե գիտեր որ գլուխը կտրելու է, չէ՞։ Մի խոսքով դրա համար հիմա սուրհանդակները չեն գնում, որտեղ գիտեն որ գլուխները կտրելու են։ Ի վերջո ճիշտ եք ասում, հա, ուսր երկու տարբերակ կա, կամ այդ ռացիոնալ տարբերակը Մոսկվայի կողմից, որ հաշտվել սրա հետ, հասկանալ որ սա է Հայաստանի ժողովրդի ընտրությունը, ու պետք է աշխատել այն կառավարության հետ, որը կա, եւ փորձել գոնե ինչ-որ չափով պահել այն ազդեցությունը, որ նրանք ունեն, հա, կամ այն կապերը, որ նրանք ունեն։ Դա կլիներ ռացիոնալ տարբերակը։ Արդյոք Ռուսաստանը ռացիոնալ կգործի։ Դժվար է ասել, որովհետեւ վերջի շրջանում շատ օրինակներ ունենք իրացիոնալ որոշումների, մեղմ ասած, բայց նաև այսպես բացառել չենք կարող, որ ի վերջո կարող է խելքը գլխին մարդ այնտեղ հայտնվի, որը ասի ժողովուրդ դե պարտվել ենք, եկեք ընդունենք, ու այդպիսի դեպքեր են եղել, հա, հիշում եք Սիրիայում, երբ որ Ասադի համար այդքան տարիներով կռիվ տվեցին, հետո Ասադը պարտվեց, եկավ նոր առաջնորդը, որին մինչ այդ ահաբեկի չէին անվանում, մի ամիս թե երկու ամիս հետո գնաց Մոսկվա, իրան դիմավորեցին, ամեն ինչ նորմալ էր, այսինքն այնպես չի, որ Պուտինը
չի կարողանում իր պարտությունը ընդունել։ Հիմա այս Հայաստանի հարցում ինձ թվում է ինչ նախնդիրը, հա, որ Հայաստանը ծառայում է որպես օրինակ բոլոր հետխորհրդային երկրների համար, որ կարող է լինել ժողովրդավարություն։ Ու դա շատ վտանգավոր է եւ Ռուսաստանի համար, եւ ուրիշ ավտորիտար առաջնորդների համար, եւ առավել եւս որ Հայաստանը այդ Եվրասիական տնտեսական միության մասը, ԱՊՀ-ի մասը, եւ այսինքն օրինակ Մոլդովան, Ուկրաինան դուրս են եկել, հա, կամ չեն եղել դրանց մեջ։ Բայց Հայաստանը եւ դեմոկրատական է եւ ամեն ինչի մասը, հա, եւ առանց որը նույնիսկ ներքին անձնագրով Ռուսաստանի քաղաքացին կարող է գալ Հայաստան, հա, տեսնել թե այստեղ մարդիկ ինչպես են ապրում, VPN չկա, չգիտեմ, Facebook չկա, գուցե լավ է որ սոցցանցերը չկան, մի քիչ իրենց գլուխները հանգիստ է, բայց ամեն դեպքում, հա, ինքը գալիս է տեսնում է, որ այդպես հետխորհրդային երկիր է, շատ պես ասած առումներով շատ նման մնացած հետխորհրդային երկրներին, բայց այստեղ կա ժողովրդավարություն։ Եվ սա իհարկե վտանգ է Ռուսաստանի համար, եւ իհարկե Ռուսաստանը պետք է փորձի ինչ-որ բան անել, այսինքն եթե կարողանա տապալել այդ ժողովրդավարությունը, եթե չկարողանա, ապա առնվազն այսպես սանիտարական կարտոն մտցնել, հա, այսպես երկաթե վարակույր, որ Հայաստանը հայտնվի այդ երկաթե վարակույրի մյուս կողմում։ Դրա համար երբ որ իրանք ասում են, այ մենք ձեզ կհանենք Եվրասիական միությունից եւ այլն, ես կարծում եմ դա զուտ շանտաժ չի։ Ես կարծում եմ նրանք իրոք հասկանում են, որ եթե Հայաստանը, այսպես ասած, լրիվ անցնում է այսպես ոչ իրենց ճամբար, հա, ապա ավելի լավ է որ նրանք այդ կապերը կտրեն, որպեսզի այդ բացիլը ազատության վիրուսը չտարածվի։ Բացի դրանից իհարկե Հայաստանի օրինակը մնացած հետխորհրդային երկրների համար բավական կարող է պես ուսուցողական լինել, դրա համար իհարկե դա իրենց համար խնդիր է։ Թե ինչ կլինի կոնկրետ, ես կարծում եմ կախված է մի քանի գործոններից, նախ Հայաստանի քաղաքացիների միասնականությունից կամ վճռականությունից Իհարկե այդ իմաստով շատ ավելի լավ կլիներ, եթե ԿՓ-ի տոկոսը ավելի բարձր լիներ։ Հիմա, ինչպես ասացի, այնքան էլ բարձր չի, հա, ինչքան սպասում էին, այդքան չի, առնվազն։ Եվ կախված է շատ ուրիշ գործոններից, ասենք Ուկրաինայում ինչ կկատարվի, ինչպիսի հարվածներ կհասնի Ուկրաինան, ինչ բանակցություններ տեղի կունենան ասենք ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ եւ այլն։ Եվ Ռուսաստանի իհարկե ներքին իրավիճակից, որտեղ Ռուսաստանում ներքին իրավիճակը այնպես չի որ շատ կայուն է, այնտեղ էլ են ընտրություններ սպասվում, աշնանը։ Իհարկե այնտեղի ընտրությունները դա պես ձևական, ծիսական ինչ-որ մի բան է, բայց ամեն դեպքում որոշակի լարում է համակարգի համար, էլի պետքա զբաղվեն։ Թվեր նկարելը եւս այնքան էլ հեշտ գործ չի, հա, եւ նույն Կիրիենկոն կամ չինեմ մյուսները պետք է նաև այդ հարցերի մասին մտածեն, այդ հարցերով պիտի զբաղվեն։ Առավել եւս որ Ռուսաստանի ներսում կա զգալի դժգոհություն Պուտինի հետ կապված, որ պատերազմը արդեն եկել է Մոսկվա եւ Պետերբուրգ, հա, այդ մնացած մարզերի մասին չենք խոսում։ ԱՄՆ-ի հետ բանակցությունները ոչ մի բանի չեն հանգեցրել, հա, Թրամփի հետ կապված հույսերը չեն արդարացել։ Անկորիջի ոգին ոնց որ չգիտեմ որտեղ է։ Հա, հիմա իրանք կանչում են այդ ոգին չի գալիս, դրա համար երևի Հայաստանը ու գիտեք ինչն է հետևանք ես նայում էի Եկատերինա Շուլմանի հաղորդումը, հայտնի ռուս քաղաքագետ, ու ինքը ասում էր ես մասնագետ չեմ Հայաստանի, ոչ մի բան չգիտեմ Հայաստանի մասին, բայց ինձ զարմացնում է, որ այսպեսի sense ոնց որ դա դարձել է այսպես կենաց մահվան ճակատամարտ Ռուսաստանի էլիտաների համար եւ նա բացատրում էր դա նրանով, որ կոնկրետ Կիրիենկոն արդեն մի քանի պարտություններ ա կրել դրսում Հունգարիայում 1, Մոլդովայում 2, հիմա Հայաստանը դարձավ երրորդը եւ այստեղ նաեւ ոնց որ այդ Կրեմլի ներսում այդ խմբավորումների պայքարի հետ է դա կապված, որտեղ փաստորեն ինչ-որ մարդիկ ասում են դե Ժորժ ջան, Կիրիենկոն տեսնում եք ամեն ինչ պրավալ է տալիս, Կիրիենկոն էլ փորձում է ապացուցել, որ չէ, ինքը պրավալ չի տալիս, իրականում դա շատ մեծ հաղթանակ էր, ուղղակի պետքա մի քիչ էլ ճնշել։ Դրա համար գործոնները շատ են։ Այստեղ մենք ինչ կարող ենք անել։ Մենք կարող ենք հստակ, պես ասած, աջակցել լեգիտիմ կառավարությանը, անկախ նրանից քվեարկել ենք թե չենք քվեարկել, հա, այդ բոլոր խոսակցությունները, որ ընտրությունները կեղծված են, չգիտեմ ինչ եւ այլն, դա բարձր որ հիբրիդային հարձակում է։ Եվ Հայաստանը պետք է փնտրի Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու ճանապարհներ։
որը կարծես թե արվում է, չգիտեմ ինչքանով է բավարար, կարծում եմ ձեր մյուս հյուրերը դրա մասին ավելի շատ բան են ձեզ պատմել, դրա համար ես տնտեսական ոլորտի վերաբերյալ զերծ կմնամ մեկնաբանություններից։ Պարոն Զոլյան, Հայաստանն ապրում է տարածաշրջանում եւ մեր տարածաշրջանային հարևանները եւս մեղմ ասած անտարբեր չէին այս ընտրություններին, ել չեմ խոսում, ինչ ուշադրության կենտրոնում էին պահում, ընդ որում տարբեր շարժառիթներով, ասենք Վրաստանում իրենց պատկերացումներ, հա թե Հայաստանի ընտրությունների ելքը ինչ պրոյեկցիա կարող է ունենալ Վրաստանի վրա։ Դա Վրաստանում ժողովրդավարության ապագան էր։ Իրանք ասում էին, որ Վրաստանը չպետք է միայնակ մնա, հա, իր ժողովրդավարական մաղումներով, որ առանց այն էլ ճգնաժամի մեջ է արևմուտքի հետ այդ հարաբերությունները եւ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը համարում են նաեւ իրենց հաղթանակը, հա, իրենց շանսերի բարելավում ու դրա կարող է հիմնականում Վրաստանում, այսպես ասենք, տեղում անդիմադիր հայացքներ ունեցող շրջանակներն են, բայց տեսնում ենք նաեւ Վրաստանի գործող վարչապետն ամենաառաջինը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին։ Ադրբեջանում էլ դա այս միջմայրցամաքային պրոյեկտների ապագան, խաղաղության հեռանկարը եւ այլն եւս կապում էին այս ընտրությունների ելքի հետ եւ հատկապես ուշագրավ էր, իհարկե պաշտոնական Բաքուն այդ մասին ընդհանրապես որևէ բան չի ասում, բայց ադրբեջանցի օգտատերերը Facebook-ում բավականին անբռնազբոս ձևով, դա անթակույց ձևով արտահայտում էին այդ իրենց պատկերացումները եւ հայտնի դարձան նախնական արդյունքները, նրանք ուղղակի չէին թաքցնում իրենց գոհունակությունը դրա հետ կապված։ Ձեր մեկնաբանությունը եւ այս առումով ինչ process-ներ եք տեսնում որպես առավել հավանական, հա, ինչպեսի զարգացումներ խնդրում։ Իրականում մեր հարևանների, անմիջական հարևանների արձագանքները, որ նայում ենք ոչ միայն ընտրություններից հետո, այլև նաև նախընտրական պայքարի ընթացքում, այդպես սկսած մայիսից, հա, պետք է ասել, որ բոլորը բավականին լոյալ գտնվեցին մեր հանդեպ եւ բոլորի հետ էլ կապված ինչ-որ խնդիր կարող է լինել տեսականորեն, հա, դե Թուրքիա, Ադրբեջան պարզ է, բայց նույնիսկ օրինակ Վրաստանի հետ, հա, պարզ է, մենք լավ հարաբերություններ ունենք, բայց կա այդ ընկալումը, որ Վրաստանի ներկա կառավարությունը ռուսամետ է, ես կարծում եմ նա ռուսամետ չի, բայց ամեն դեպքում ռուսների հետ աշխատում է, հա, եւ Եվրոպայի հետ խնդիրներ ունի, Իրանի դեպքում կար կոնֆլիկտը ԱՄՆ-ի հետ, հա, եւ մեր ընդդիմադիրները, հիշում եք, ասում էին, որ հեսա, չգիտեմ, խփելու են մեզ եւ այլն եւ այլն։ Այսինքն եւ Վրաստանը եւ Իրանը բավական լոյալ գտնվեցին մեր հանդեպ եւ որևէ ինչ-որ բացասական ազդակներ ընդեղից չեղան։ Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը ըստ էության պետք է արձանագրեն, որ հավատարիմ եղան խաղաղության այդ գործընթացին, որտեղ մենք հասկանում ենք, չէ, որ ասենք բավարար էր մի հատ ինչ-որ սադրիչ հայտարարություն, մի հատ ինչ-որ կրակոց սահմանին, հա, Ադրբեջանի կողմից, որ Հայաստանի ընտրությունների այսպես ճակատագիրը լրիվ փոխվեր, հա, եւ այստեղ ես կարծում եմ սա շատ կարեւոր էր, որ խաղաղության գործընթացի ընթացքում մեր երկրի առաջնորդները, կառավարությունները ինչ-որ բաներ են պայմանավորվել եւ այդ պայմանավորվածությունները հիմնականում պահվել են։ Իհարկե առանձին ինչ-որ հայտարարություններ, ինչ-որ պահի եղել են, բայց հիմնականում էլի դա եղել է, չնայած մարտ-ապրիլ ամիսներին, հա, ոչ մայիսին։ Մայիսին, որ նայում եմ, հիմա ես չեմ հիշում, ասենք ինչ-որ մեծ աղմուկ առաջացրած հայտարարություն չեմ հիշում որևէ Ադրբեջանից, դրա համար ընդդիմությունը ստիպված հորինում էր ինչ-որ թեմաներ, ասում էր, հեսա 300,000 ադրբեջանցի է գալու, չգիտեմ, Սյունիքն են տալու եւ այլն, որովհետեւ իրական, նույնիսկ ասեք կիսա իրական որևէ փաստ չունեին։ Եվ դա խոսում է նրա մասին, որ ինչ-ինչ պատճառներով, հա, եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում կա որոշում շարունակել խաղաղության գործընթացը Հայաստանի հետ,
գուցե դա, չգիտեմ, ԱՄՆ-ի ճնշման հետևանքն է, գուցե դա եվրոպացիների միջնորդության հետևանքն է, գուցե նրանք իրոք այսպես անկեղծ որոշել են, որ արդեն կոնֆլիկտի էջը պետք է փակել, այդ մենք կտեսնենք, հա, բայց ամեն դեպքում փաստը նա է, որ ինչ որ սադրանքներ նրանց կողմից չեն եղել։ Իհարկե նաև այսպես դարակազմիկ ինչ որ այդպես քայլեր սահմանի բացման առումով նրանց կողմից չեն եղել է հայտարարություն, որ Թուրքիայի երկաթուղիները բացվում են Հայաստանի համար Վրաստանի միջոցով, որը էլի բավականին դրական է, ընդհանուր առմամբ այնպիսի տվյալներ, որ նրանք սպասում են ընտրությունների արդյունքին, հա, եւ նրանք ինչ որ չեն ուզում շտապել, որտեվ դե իրանց տեսակետից հանկարծ հայտարարեն, որ սահմանը բացվում է, ու Հայաստանում, ասենք, ռուսական օլիգարխները կան իշխանության ու ստացվի, որ ում հետ են իրանք սահման բացել, հա, դրա համար իհարկե ես իրանց տեղը լինեի, հա, կամ ես եթե հայկական կառավարության տեղը լինեի, կասեի Ժորժ ջան, եթե ուզում եք, որ մարդիկ վստահեն, այս խաղաղության գործընթացին քայլեր արեք, բայց թե իրանք որոշեցին, որ պես ասած ոչ դրական, ոչ բացասական քայլեր չեն անի, որը հասկանալի է, նորմալ է, ես կարծում եմ հիմա արդեն ընտրություններից հետո կլինի նոր, այսպես թափ կստանա այդ խաղաղության գործընթացը եւ իհարկե շատ բան կախված է եւ մեր դիվանագիտությունից եւ եվրոպացիներից եւ ամերիկացիներից, բայց ընդհանուր առմամբ ես լավատեսական եմ տրամադրված։ Պարոն Զոլյան, ընտրություններից առաջ էր մայիսի վերջին էր Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան եւ նախ մենք մեր հարաբերությունները եւս մեկ մակարդակով բարձրացրեցինք այժմ համապարփակ ռազմավարական գործընկերություն է մեր եւ ներառում է բոլոր ոլորտները, որոնք անցյալ տարվա հունվարի այդ խարծայում ներառված չէին եւ դա պաշտպանություն, անվտանգություն, նաեւ կրիտիկական հանքանյութեր եւ հազվագյուտ մետաղներ, կիսահաղորդիչներ, հասանելիություն տեխնոլոգիաներին եւ այլն։ Եվ նախաստորագրվեց թրիփի մասին պայմանագիրը հայ-ամերիկյան։ Հաշված օրեր անց արդեն on-line ռեժիմով Արարատ Միրզոյանը եւ Մարկո Ռուբիոն արդեն ստորագրեցին այդ նախաստորագրած։ Եվ արդեն քվեարկությունից հետո կառավարությունում վարչապետ Փաշինյանն էլ ասաց, որ գետնի վրա աշխատանքների մեկնարկը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է, հա, ինչքան շուտ այնքան լավ, օր առաջ, ժամ առաջ։ Ինչ զարգացումներ եք այստեղ տեսնում, մանավանդ Ռուբիոն կոնգրեսում լսումների ժամանակ ստույցան բաց տեքստով Ռուսաստանի մտադրությունները դրեց սեղանին, հա, որ ոնց որ թե մարդիկ ուզում են Հայաստանի գործող իշխանությունը չվերընտրվի եւ խոչընդոտում են այդ ամեն ինչը։ Հիմա ձեր կարծիքով ինչ գործընթացներ մենք այստեղ սպասենք։ Ընդհանրապես շատ հետաքրքիր էր, որ Հայաստանի հարցում Վաշինգտոնը եւ եվրոպացիները նույն դիրքորոշում ունեին եւ այդպիսի հարցեր շատ քիչ են իրականում եւ մեր բախտը դա Ուկրաինան չի, Իրանը չի, Իսրայելը չի, բայց Հայաստանը։ Այո, եւ մեր բախտը ինչ որ իմաստով բերել է եւ սա նաեւ լավ նշան է, որովհետեւ նշանակում է, որ անկախ նրանից թե Թրամփի վարչակարգի հետագա ճակատագիրը ոնց կդասավորվի, սա դժվար թե փոխվի, հա, այս մոտեցումը, որ երկու կուսակցություններն են ԱՄՆ-ում այդ մոտեցմանն են հարում եւ նաեւ Մարկո Ռուբիոն է դրանով զբաղվում, հա, որովհետեւ Մարկո Ռուբիոն Թրամփի վարչակազմի մեջ ամենա այսպես պրոֆեսիոնալ դիվանագետն է, համակարգային է եւ պետդեպի հետ այսպես ասած աշխատանքի լուրջ փորձ ունի եւ նաեւ հայկական հարցերին լավատեղյակ է, հա, ժամանակին հայամետ օրինագծեր է նաեւ անվտանգության խորհուրդն է գլխավորում, չէ՞։ Այո, դա էլ իհարկե շատ կարեւոր է։ Եվ ԱՄՆ-ի ներկայությունը շատ կարևոր է այն իմաստով, որ
Ռուսաստանին ինչ որ չափով զսպում է, հա, որովհետև Ռուսաստանը այսօր շարունակում է որոշակի հույսեր ունենալ, չնայած չի աշխատում այդ տարբերակը, բայց նրանք հույսեր ունեն, որ Թրամփի հետ կկարողանան լեզու գտնել Ուկրաինայի հարցով, եւ դրա համար Ամերիկային չեն ուզում շատ այսպես ուժեղ քննադատել, չեն ուզում որ Հայաստանի հարցում թեկուզ ինչ-որ նոր լարվածություն առաջանա, եւ դա մեզ համար շատ կարեւոր է նաեւ ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ այստեղ տեսեք ինչ որ իմաստով մեր բախտը բերեց որ հանրապետականներին չեն հետարկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերը մի քիչ ցինիկ բան եմ ասում գուցե բայց օրինակ Բայդենի օրոք Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ վատ էին որովհետեւ կային մարդու իրավունքների հարցեր, ժողովրդավարության հարցեր եւ Ամերիկան ըստ էության Ադրբեջանի հետ չէր խոսում։ Հա, եթե Ամերիկան պատժեր Ադրբեջանին, ուրիշ հարց, բայց Ամերիկան ոչ պատժում էր Ադրբեջանին, ոչ էլ խոսում էր։ Հիմա Թրամփը ասում է մենք ժողովրդավարության մասին մոռանում ենք, Ձեզ հետ բիզնես ենք անում, սա Ադրբեջանի համար շատ ձեռնտու մոտեցում է, բայց մենք պետք է սովորենք, որ արդեն այս տրամաբանությունը, որ ինչ-որ Ադրբեջանի համար լավ է, մեզ համար վատ է եւ հակառակը, միշտ չի որ աշխատում։ Հակառակը այս պարագայում մեզ համար էլ է ձեռնտու, որ Ադրբեջանը Ամերիկայի հետ ունենա նորմալ հարաբերություններ եւ նրանք միասին աշխատեն, որտեղ դա կստիպի Ադրբեջանին հարգել մեր պայմանավորվածությունները եւ շարունակել խաղաղ գործընթացը։ Դրա համար իհարկե TRIP-ը շատ կարևոր պրոյեկտ է եւ կարծում եմ, որ իրոք շատ կարևոր է, որ արագ սկսվեն այս աշխատանքները։ Իրանի հարցը իհարկե կա, բայց ամեն դեպքում կարծում եմ չափազանցված է, որ Իրանի անհանգստությունը TRIP-ի վերաբերյալ հենց կարող է ինչ-որ բերել Իհարկե, հա, Իրանում գուցե դուր չի գալիս, որ այնտեղ ամերիկացիներ են կանգնած, բայց կներեք, Իսրայելի զորքերը չէ, բայց առանձին զինվորականներ, առանձին հա տեխնոլոգիաներ եւ այլն, ամբողջ Ադրբեջանի սահմանի երկայնքով կանգնած են։ Հիմա այդ հարյուրավոր կիլոմետրերը հետ, մեր 40 կիլոմետրը մեջ, բարձր չէ, որ դա ամենամեծ խնդիրը չի Իրանի համար։ Հա, շատ ավելի լուրջ խնդիրներ ունի Իրանը։ Ադրբեջանն Իրանի հետ չունի այն դրական հարաբերություններ ինչ ունենք։ Դե իհարկե, բացի դրանից մենք շատ չունենք, որ դա խնդիր հարուցի Իրանին։ Իհարկե, այնպես որ Իրանի հետ աշխատելը ինձ թվում է մեզ մոտ միշտ ստացվել է, հիմա էլ կստացվի։ Եվ հա, ուղղակի պետք է սպասենք եւ ամերիկացիների հետ շարունակենք աշխատել։ Իհարկե պետք է նաեւ ուշադրել լինել, որ այսպես ասած մենք ինչ-որ նոր գաղութի կարգավիճակում չհայտնվենք, հա, այսինքն այս Ռուսաստանից ազատվենք, հիմա հայտնվենք ինչ-որ ասենք ԱՄՆ-ի, այսպես ասած, ասենք զուտ ամեն ինչ չսահմանափակվի մեր տարածքը օգտագործելով, որ դա լինի իրոք հավասար գործընկերություն, որ դա լինի ներդրումներ, տեխնոլոգիաների կիսում եւ այլն եւ այլն։ Նման հիմքեր կամ կասկածների։ Դե գիտեք, ամեն դեպքում հիմա գլոբալ տերությունները միշտ էլ ձգտում են իրենց շահերը պաշտպանել, ուղղակի ուրիշ հարց է, որ ԱՄՆ-ի պարագայում Դա տեսական բան է։ Չէ, ԱՄՆ-ի պարագայում կարելի է մարդկանց հետ բանակցել, խոսալ, պայմանավորվել, ասել այ մեր շահերը սրանք են, հա, նրանք էլ կասեն դե մեր շահերը սրանք են, եկեք պայմանավորենք։ Ռուսաստանի բոլոր պայմանավորվածությունները ԱՄՆ-ի հետ որ փաստաթղթավորված է, Դե իհարկե, հա։ Սուպեր հորիզոնական եւ այլ բան չկա։ Բնականաբար, հա, այստեղ շատ բան կախված է նաեւ նրանից, թե ով է Հայաստանը ներկայացնում, հա, օրինակ ես համոզված եմ, որ եթե այս օլիգարխիկ ուժերը գային իշխանության, նրանք կարող է ԱՄՆ-ի հետ էլ շատ լավ պայմանավորվեին, բայց ուղղակի այդ պայմանավորվածություններից օգուտ ստանային անձամբ իրենք։ Հա, ասենք կարող է նույնը TRIP-ն էլ լինել, կարող է այնպես լատինոամերիկյան խունտաների նման ոնց է պայմանավորվում։ Այնպես որ ուզում եմ ասել, որ պետք է այնպես ուշադիր լինել, որ այդ օգուտները մենք էլ ստանանք եւ նաեւ այդ Հայաստանի, այսպես ասած, ամբողջ բնակչությունը դրանից Եվ մոդեռնիզացիայի վրա է աշխատում։ Այո, եւ իհարկե ասենք, չէ, բնապահպանական հարցերին պետք է ուշադրություն դարձնել եւ այլն, հա, բայց իհարկե դա համեմատելի չէ Ռուսաստանի հետ, որը ըստ էության զուտ, այսպես հրամաններով է շփվում։ Հա, այսինքն Ռուսաստանը ունի գործընկերներ, ունի վասալներ։ ԱՄՆ-ն ունի գործընկերներ։ Իսկ ով էլ վասալ չի ճշտում։ Այո։ Երրորդ տրված չի։ Այո, նո ժամանակին չունեմ, նույն Ելցինի օրոք ավելի այս նուրբ քաղաքականություն էր վարում Ռուսաստանը։ Ոչ թե Ելցինն էր լավը, որովհետև կյանքը ցույց տվեց, որ Ելցինն էլ ըստ էության նույն ռուս իմպերիալիստն էր, ուղղակի դեմոկրատիայի հռետորաբանությամբ։ Դե ամեն դեպքում Ելցինը ինձ թվում է KGB-շնիկ չէր էլի, գոնե դա պետք է
ընդունել։ Լավ, ֆաշիստ չէր, բայց շովինիստ էր։ Դե մի քիչ։ Եվ Պարզոլյան ամփոփելով Հայաստանի ներսում Ռուսաստանի ներկայությունը արդեն վերածված է ուղղակի մետաստազների, որը թունավորում է մեր պետական հասարակական պետական օրգանիզմը եւ պետությունը մինչեւ այս պահը, դա դեռ խնդիր չի համարում։ Ես հիշում եմ, երբ դեբատներին մասնակցում էի, երբ Ալեն Սիմոնյանն էր Սպուտնիկի աշխատողին հարցնում, իսկ դուք Սպուտնիկից, Մարգարիտա Սիմոնյանից ինչքան աշխատավարձ եք ստանում, դե ասեք։ Ես էլ ասացի, բայց իսկ ինչա մինչև հիմա Սպուտնիկն աշխատում Հայաստանում, որ Մարգարիտա Սիմոնյանից էլ այս օպոնենտը աշխատավարձ ստանով, դուք էլ հարցնեք ինչքան է ստանում, էլի։ Ասենք, էլ ինչ պետք է անեն, հա, որ դա էլ չաշխատի Հայաստանում, ու պատասխանում էր դե մեզ մոտ դեմոկրատիա է։ Դեմոկրատիան ես համաձայն եմ, որ մեզ մոտ դեմոկրատիա է եւ պետք է խոսքի ազատությունը կարևոր է, բայց իհարկե կա նաև դա Մարգարիտա Սիմոնյանի վրա տարածվում է։ Դե կա, տեսեք, կա եվրոպական երկրների փորձը, որտեղ օրինակ ռուսական ինչ-որ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակվել է, որտեղ նրանք ակնհայտ կեղծ տեղեկություններ են արգելվել է, ոչ թե սահմանափակվել։ Որտեղ սահմանափակվել է, որտեղ արգելվել է, որտեղ ակնհայտ կեղծ տեղեկություններ են հաղորդում, ատելության քարոզ են վարում եւ այլն եւ գիտեք շատ կարևոր է եւ հեսա ներսին էլ է վերաբերում, դրսին էլ է վերաբերում, հա, այսինքն դրսի լրատվամիջոցներն են, ներսին էլ եւ չեմ քաղաքական գործիչներն էլ, որ մենք կարողանանք սովորել քաղաքակիրթ բանավեճի կանոններ, հա, այսինքն խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը նաեւ նշանակում է, որ ոչ ոք չի գոռում, ասենք 24 ժամ, հա, պատկերացրեք մենք ժողով ենք անում, ինչ որ հարց ենք ուզում լուծել ու այդ ժողովի մասնակիցներից մեկը վերակենում ու մեգաֆոնով սկսում է գորգորալ ու ոչ մեկին չի թողնում որ այդ մարդիկ խոսեն ու նա ինչ որ հայհոյանքներ է ասում ու ինչ որ ստեր է ասում ժողովրդավարությունը պահանջում է որ մենք այդ մարդու ձեռքից այդ մեգաֆոնը վերցնենք ու կամ սենյակից դուրս հրավիրենք կամ բացատրենք որ ինքը լուր սպասի որ իր խոսալու հերթը գա որտեղ Սա այստեղ այդ մարդը խախտում է մեր մնացածների իրավունքները, հա, որտեղ ես էլ իրավունք ունեմ խոսելու, դուք էլ իրավունք ունեք խոսելու, ես իրավունք ունեմ լսելու, թե դուք ինչ եք ասում, այլ ոչ թե ինքը ինչ է ընդհատում։ Եվ սա մենք նույնիսկ ասենք բանավեճերի ժամանակ դե ինձնից լավ գիտեք, հա, ու դա բոլորին է վերաբերում, նույնիսկ անկախ եւ աչերն են անում, եւ ձախերն են, եւ եվրոպամետներն են, եւ ռուսամետներն են անում, ասենք իրար ընդհատել, իրար վրա գորգոր, պետք է այդ մշակույթը Հա, եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով փոխվի։ Մենք պետք է հասնենք նրան, որ մեր հասարակության մեջ խոսքի ազատություն լինի, իհարկե, բայց նաեւ լինի հարգանք մյուսի իրավունքի հանդեպ, այդ խոսքը լսելու կամ չլսելու, հա, որ այդ խոսքը Սպուտնիկը այդտեղ սուբյեկտ չի կա։ Հա, իսկ այդտեղ Սպուտնիկը, այդ ոնց որ մենք ժողով ենք անում, այնտեղ մեկը գոռում է, մյուսը չի գոռում, տես մի ձև այդ գոռացողներին բան։ Մեկ էլ ասենք պատուհանից ինչ որ մի հատ հսկայական sense բանով դինամիկներ են բերում, դնում ու ինչ որ ապուշություն են միացնում, հա։ Կամ էլ մի գարշահոտ են փչում։ Կամ գալիս են ասում են դե հիմա պետք է ռուսերեն բոլորը խոսակ, որովհետև մենք չենք հասկանում։ Այսինքն այդ դրսի միջամտությունը իհարկե պետք է դրա դեմ պայքարել, բայց ես նաև sense արգելելու կողմնակից չեմ, որովհետև որ արգելում ես, դու դարձնում ես այսպես, հա, ինչ որտեղ հետաքրքրություն առաջանում դրա դեմ, դրա հանդեպ, ասենք որ sense արգելված այլում ինքը բուսնում է ինչ որ ուրիշ ձևով։ Դրա համար, հա, ինչ որ բաներ պետք է բարձր արգելվի, բայց ինչ որ բաներ էլ պետք է ոչ թե դրա դեմ պայքարել արգելելով, այլ հակառակը ստեղծելով, հա, չգիտեմ, ձեռ առնելով դա, ցույց տալով, որ այդ մարդիկ ստում են իրանց դնելով այնպիսի վիճակի մեջ, որ իրանք հասկանան, հա, որ սա հիմար վիճակ է, որ այսպես չի կարելի շարունակել։ Բայց ամեն դեպքում սա պետքա լինի միայն կառավարության կողմից չպետք է արվի, որտեղ երբ որ դա կառավարությունն է անում, շատ հեշտ է ասել, որ դե տեսեք խոսքի ազատություն են սահմանափակում։ Պետք է հասարակությունը ձևավորի մի հատ մթնոլորտ, որտեղ ասենք, չգիտեմ, Սպուտնիկ լսելը ամոթ է։ Հա, ասենք ոչ թե ասենք դուրս չեն վերաբերում ձեզ, եթե դուք ասենք չեմ Սպուտնիկից ինչ որ նորություն եք share անում, հա, կարևոր չի Սպուտնիկա թե ինչ որ ուրիշ բան է։
Ցավոք սրտի Հայաստանում ինձ թվում է դեռ այդ գիտակցումը չկա, էլի, այսինքն շատ բան ընկալվում է զուտ sense ներհայաստանյան իրողությունների շրջանակներում, չեմ Նիկոլ, Քոչարյան, Կարապետյան, Պողոս, Պետրոս, միշտեր այստեղ անձերը կարևոր չեն, հա, վերադառնալով նրան ինչ որ սկզբում էինք խոսում, կա հստակ խաղացող, հա, մեր, այսպես ասած, նախկին գաղութատերը չի ուզում մեզ թողնի, որ մենք այդ վերջնականապես ապագաղութացվենք, դառնանք անկախ պետություն։ Այդ փաստը, երբ որ մենք ընդունում ենք, ամեն ինչ իր տեղն է ընկնում, հա, եւ հա, էլի բազմաթիվ թերություններ ունի եւ Փաշինյանը, եւ ՔՊ-ն, եւ էլի շատ խնդիրներ կա Հայաստանում, որոնք պետքա լուծել, իհարկե, այդ ամենը կա, բայց կա հիմա այս գերխնդիրը, որտեվ եթե մենք նորից դառնանք գաղութ, ոչ ժողովրդավարություն կունենանք, ոչ խոսքի ազատություն կունենանք, ոչ, չգիտեմ, տեղեկատվության ազատություն, ոչ մի բան չենք ունենա, կամ կունենանք այն ինչ կորոշեն Մոսկվայում։ Ու մեզնից ոչ մի բան կախված չի լինի։ Հիմա ինչ-որ մեկին եթե դա ձեռ է տալիս, ինձ ձեռ չի տալիս։ Շնորհակալություն, պարոն Զոլլեր։ Ձեր շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Մինչ նոր հանդիպում։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված հունիսի 7-ի ընտրությունների դասերի եւ դրանից բխող անելիքների հետ։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, կհանդիպենք վաղը, խաղաղություն եւ բարի նոց ձեզ։